Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ դադարեցնել Կիևի եւ այլ ուկրաինական քաղաքների գնդակոծությունը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Թրամփի խոսքով ինքն անձամբ դիմել է Պուտինին այդ խնդրանքով եւ ստացել դրական պատասխան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, որ այս քայլը շատերի համար անսպասելի էր։ Վերջին շաբաթներին Ուկրաինան հաղորդում է ռուսական հարվածների հետևանքով կենթակառուցվածքների, բնակելի տների եւ էներգետիկ համակարգերի վնասների մասին։ Կիևում հազարավոր բազմաբնակարան շենքեր մնացել են առանց ջեռուցման։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել մոտ ժամանակներս։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կառավարության նիստի ժամանակ դիմելով նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրա խոսքով անվտանգության եւ տնտեսական գործակցության վերաբերյալ համաձայնագրերը մեծ հաշվով ավարտված են։ Ուիթքոֆը նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդը սպասում է խաղաղության շուտափույթ հաստատմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։ Նրա խոսքով քննարկվել են սահմանային անվտանգությունը, թմրանյութերի վերահսկողությունը եւ առևտրային հարաբերությունները։ Թրամփը նշել է, որ զրույցը դրական է եղել երկու երկրների համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է նաեւ, որ առաջիկայում նախատեսում են նոր շփումներ եւ հանդիպումներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու Մեքսիկայում։ Նա Շեյնբաումին բնութագրել է որպես խելացի եւ ուժեղ առաջնորդ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Սեյիդ Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Նա նշել է, որ տարածաշրջանում աճող լայնվածությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է բոլոր կողմերին զսպվածության կոչ անելու անհրաժեշտությունը իրավիճակի ապակայունացումից խուսափելու համար։ Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ստացել են 1000 նոր անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Թասնիմ կիսապաշտպանական գործակալությունը մեջ բերելով Իրանի բանակի հրամանատար Ամիր Հաթամիին, որը հայտարարել է, որ Թեհրանն ամրապնդում է իր ռազմավարական առավելությունները հնարավոր սպառնալիքներին արագ ու կոշտ պատասխանելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ ընդգծել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են արձագանքելու ցանկացած ագրեսիայի, անցած տարվա ռազմական փորձից քաղած դասերի հիման վրա։